Հրապարակ թերթը գրում է քաղաքացիական պայմանագրի վերնախավը ուշքի չի գալիս Փարաքարի խայտառակ պարտությունից։ Փարաքարցի սոցապնախարար Նարեկ Մկրտչյանից բացի քարոզարշավին ներգրավված են եղել Արմավիրի նախկին մարզպետ Համբարձու Մաթևոսյանը, Արշալույսի Թագուհի Ղազարյանը, տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը, գործող մարզպետ Արգիշտի Մեխակյանը, մարզի հետ կապ ունեցող այլ ՔՊԱ-կաններ։ Իրականությունից կտրված եւ պարտությունից շոկի մեջ ընկած Նիկոլ Փաշինյանը հիմա փորձում է քավության նոխազներ գտնել, պարտության մեղավոր նշանակելով այդ ՔՊԱ-կաններին, որ բավարար հեղինակություն չունեն։ Իսկ ՔՊԱ-կանները վստահ են, որ սա ոչ թե թիմ, այլ ինչ-որ իմաստով համապետական ընտրություն էր եւ ընտրել են ոչ թե կոնկրետ անձի, այլ քաղաքական ուժին, այսինքն Փաշինյանին, գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է քաղաքացիական պայմանագիրը սեպտեմբերին պատրաստվում է համագումարի, որի ընթացքում նաև նոր վարչություն կընտրեն։ Չնայած դեռ մոտ 5 ամիս կա, սակայն իշխող թիմում գլխանց գիտեն, թե ովքեր են դուրս մնալու վարչությունից։ Փաշինյանն ամենամոտ մարդկանց միջոցով շարքերին ուղղորդում է, որպեսզի իր սրտի վարչությունը ձևավորի։ Նոր կազմում չեն լինի Արփի Դավոյանը, որը ի դեպ վերջին նիստերին չի էլ հաճախում, Վաղարշակ Հակոբյանը, որը ըստ քաղաքացիական պայմանագրի թերթի աղբյուրի սերտաճել է օլիգարխներին, Սասուն Միքայելյանը, որը Փաշինյանի միակ ընդդիմախոսն է, եւ Կոտայքի մարզի տերն ու տնօրենը, ու նրանից դոշ են թափ տալիս բոլորը։ Թերևս չի լինի նաև տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախկին նախարար Գնես Սանոսյանը, որի թոշակառու շքեղ առանձնատունը մեծ աղմուկ բարձրացրեց, Արմեն Փամբուխչյանը, որի թոշակառու հայրը շնորհիվ հովանավորչության իր անունով մեծ վարկ էր ձևակերպել։ Բայց բնականաբար գլխավոր ինտրիգը Տիգրան Ավինյանն է։ Եթե մինչև սեպտեմբեր Փաշինյանի հրահանգով Երևանի քաղաքապետին չկալանավորեն, ապա նրան դժվար է լինելու դուրս թողնել վարչությունից, քանի որ ի տարբերություն մյուսների Ավինյան աջակիցների մեծ խումբ ունի կուսակցությունում, գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը նոր պատերազմ է հայտարարել քրեական ենթամշակույթ կրող անձանց։ Արդեն մի քանի օր է հատուկ ջոկատայինները ներխուժում են բանտերի կոնկրետ խցեր ու տակնու վրա անում։ Թերթի տեղեկություններով այս օպերացիաների արդյունքում դատապարտյալներ են տարհանվել ու այլ բանտեր ուղարկվել։ Բայց դա ամենը չէ, որոշ դատապարտյալների որպես պատիժ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ կամ բոլորին հայտնի ԱԱԾ մեկուսարան են ուղարկել։ Բանտերում առավել հայտնի Զիլ Դավոն, Մուշեղ Մանուչարյանը, Գեղամ Բաղդասարյանը գլխավորել են բանտերում դատապարտյալներին ճնշելու օպերացիան, ինչի արդյունքում նրանց տարհանել են բանտերից ու այլ քրեակատարողական հիմնարկներ տեղափոխել, գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է Արցախից բռնի տեղահանվածների բնակարային ապահովման պետական աջակցության ծրագիրը ամենաշատ փոփոխություններ կրած ծրագիրն է, որի շրջանակում խնդիրների են բախվում հազարավոր արցախցիներ։ Թերթը վերջերս պարբերաբար ահազանգեր է ստանում, որ արցախցիներն անհանգստացած են բնակարանային աջակցության ծրագրի մի շարք խնդիրներով, որոնց առկայության պատճառով ծրագրին դիմել չեն կարող։ Այդ խնդիրներից մեկն այն է, որ բնակարան տրամադրելուց հետո 10 տարի անց բնակարան ձեռք բերելու համար պետությունից հատկացված 3-4 միլիոն դրամները պետք է վերադարձվեն պետությանը, ինչն էլ անհանգստացրել է նրանց, գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Արարատի մարզպետ Սեթրակ Թևոնյանի ընտանիքի անդամ Ռուզան Մարգարյանի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ։ Ուսումնասիրվել է Ռուզան Մարգարյանի կողմից հանձնաժողով ներկայացված 2023 թվականի գույքի եկամուտների եւ ծախսերի հայտարարագիրը, որի արդյունքում արձանագրվել է հետեւյալ անհամապատասխանությունը։ Ռուզան Մարգարյանը հայտարարագրի արժեթղթեր եւ այլ ներդրումներ բաժնում չի հայտարարագրել իր Արփի գինու գործարան ընկերության 100% բաժնետեր լինելու վերաբերյալ տվյալները։ Արդյունքում Սեթրակ Թևոնյանի ընտանիքի անդամ Ռուզան Մարգարյանի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ 200,000 դրամի չափով, գրում է թերթը։